Պատգամավորներ Թաքուհի Ղազարյանի ու Սիսակ Գաբրիելյանի օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հիմքեր ստեղծել, որ այն եկեղեցիները, վանքերը, եկեղեցական ու վանական համալիրները, տաճարները, մատուռները եւ այլ պաշտամունքային կառույցները, որոնք ընդգրկված են հուշարձանների պետական ցուցակներում, հնարավոր չլինի օտարել կամ փոխել դրանց նշանակությունը առանց կառավարության համաձայնության։ Փոփոխություններն ու լրացումները նախատեսվում են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օտարման մասին, ինչպես նաեւ հարակից օրենքներում։ Սեփականության փոփոխության այսպես միաստիճան ավելի դժվարություն են առաջացրել օրենքի տրամաբանությունը բխում է հուշարձանների նկատմամբ մեր վարած քաղաքականությունից։ Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, թե մինչև օրս այսպիսի հուշարձանների աղավաղման, ոչ պատշաճ օգտագործման կամ դրանց նշանակությունը փոխելու ինչ նախադեպեր կան։ Պատասխանն այն մասին էր, որ օրենսդրական նախաձեռնությունն ըստ էության կանխարգելիչ միջոցառում է, քանի որ եկեղեցին քաղաքական բուռն գործունեության մեջ է մտել։ Ես կարծում եմ, այս լարվածությունը օդում նաև դուք եք զգում, ոչ միայն այն իմաստով, որ կարող են սեփականություն փոխվել, ես չեմ համարում, որ հիմա եկեղեցական խորհուրդը կվաճառի մայրաթոռը, ասենք տաշիր գրուպին, ես այդպես չեմ համարում, ես կարծում եմ, որ այն հորդորների ֆոնին, որ պետք է ստեղծել մեկ այլ կազմակերպություն, պետք է տեղափոխել, նկատի ունեմ քաղաքական հորդորների, տեղափոխել աթոռանիստը եւ այլն, կարող է մեկ այլ կազմակերպություն, հենց նույն կրոնական կազմակերպություն, մեկ այլ իրավաբանական անձ որպես ձևակերպվի եւ վերադրանցի։ Ես շատ ավելի հանգիստ էի վերաբերում այս նախագծին, քան այն բացատրությունը ստանալուց հետո, որ ձեզանից ստացա եւ ամբողջությամբ մի տեսակ դուք կանխավարկածի եւ ինչ ասեմ, կանխակալ տրամադրություններ այստեղ փոխանցեցիք, որոնք որևէ առնչություն չունեն, այսպես գաղափարական մտածածին մտքեր, ասենք թե լսելով ձեզ, տպավորություն կարող ունենա, մարդ կարող է տպավորություն ունենալ, որ հաղարծինը կարելի է վերցնել եւ տանել, ասենք թե տեղադրել, չգիտեմ, Կրասնոդարի երկրամասում։ Իհարկե չի կարող ֆիզիկական լոկացիայի իմաստով հաղարծինը տեղափոխվել Կրասնոդար, բայց օրինակ Ռուսաստան գրանցված հայ առաքելական ուղղափառ եկեղեցի իրավական կազմակերպության անունով կարող է սեփականության վրա կարող է գրանցվել դուրս գալով Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպության սեփականությունից եւ այդ առումով իրավական որևէ խոչընդոտ այս պահին գոյություն չունի։ Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, Հայաստանում պարտադիր չէ, որ օրենքներն ընդունվեն այս կամ այն նախադեպի պատճառով։ Շատ հաճախ, այդ թվում ընդդիմադիր падգամավորները առաջարկում են օրենսդրական կարգավորումներ կանխարգելիչ նկատառումներով, մանավանդ որ Լիլիթ Գալստյանի ներկայացրած քաղաքական ուժի իշխանության տարիներին է ընդունվել մեկ այլ կարգավորում, որի համաձայն այս հուշարձանների պահպանությունը միևնույնն է պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության հետ համատեղ։ Հիմա ինչն է խնդիրը, որ մենք գրում ենք, որ այս կազմակերպությունները չեն կարող, օրինակ, նշանակությունը փոխել։ Կարա տեսքը փոխի, ենթադրենք, վերանորոգում անի, կարա, բայց չի կարող նշանակություն փոխի կամ օտարի, այստեղ ինչ խնդիր կա, այսինքն ինձ թվում է դուք միայն կողմ պետք է լինեք, որ այո, մենք ձեր հետ միասին պահպանում ենք այդ արժեքները եւ ասում ենք, ով ուզում է լինի կաթողիկոս, ով ուզում է լինի իշխանություն, ով ուզում է լինի, չգիտեմ, դրսից եկած բարերար կամ գործարար, չի կարող այնպեսի ազդեցություն ունենալ, որ այս հուշարձանները, որոնք համարվում են պետության կողմից գրանցված են որպես պատմամշակութային արժեք, իրենք չեն կարող նշանակությունը փոխել եւ օտարել։ Ընդդիմադիր падգամավորը կարևոր համարեց, որ ոչ միայն հուշարձանների օտարման պայմանները հստակ լինեն, այլև մերժման հիմքերն ու պատճառները։ Նախագծի հեղինակները պատրաստակամություն հայտնեցին առաջարկներ լինելու դեպքում քննարկել դրանք։ Առայժմ օրենսդրական փոփոխությունների փաթեթը գլխադասային հանձնաժողովն ընդունեց ներկայացված տեսքով, առաջին ընթերցմամբ 2 դեմ ձայնով։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված նախագծերից մեկն էլ վերաբերում էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետմանը։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ տարկետում տալ այն անձանց, որոնք Շանհայի վարկանշավորման ցանկում ընդգրկված աշխարհի 50 լավագույն բուհերում սովորելուց հետո առնվազն 3 տարի կաշխատեն Հայաստանում, կառավարության սահմանած ոլորտներում, իսկ դրանից հետո ընդհանրապես կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Հիշեցնենք, որ 2018 թվականից լավագույն 50 բուհեր ընդունվողներին տարկետում է տրամադրվում։
Հաջորդ այս քայլով պետությունը նպատակ ունի բարձրացնել նախորդի արդյունավետությունը եւ բարձրակարգ մասնագետներին ներգրավել հայաստանյան աշխատաշուկայում։ Մինչև այս պահը մենք ունենք շուրջ 650 քաղաքացիներ, որոնք այսպիսով հնարավորություն են ստացել իրենց ուսումը շարունակելու այս հեղինակավոր բուհերում եւ նրանցից 570-ը շուրջ դեռևս շարունակում են իրենց ուսումնառությունը։ Միևնույն ժամանակ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում բավականին ցածր է այս քաղաքացիների վերադարձի եւ այնուհետեւ նրանց ստացած գիտելիքներն ու հմտությունները ի նպաստ մեր երկրի եւ տնտեսության զարգացման գործածելու հնարավորությունները։ Այս նախագիծն էլ առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ։ Պատգամավորների մի շարք առաջարկներ կքննարկվեն հետագա ընթերցումներից առաջ։ Մասնավորապես առաջատար բուհերն ավարտած մասնագետները պետք է աշխատեն պետական թե նաև մասնավոր ոլորտներում, քանի որ վերջինը նույնպես պետությունը ցանկանում է զարգացնել իր իսկ զարգացումն ապահովելու համար։ Առաջարկ հնչեց նաև սահմանել հստակ ժամանակահատված, որի ընթացքում քաղաքացիները առնվազն 3 տարի պետք է աշխատեն պետության կարևորած ոլորտներում։ Նաև կքննարկվի օրենսդրական այս փոփոխությունները այն քաղաքացիներին վերաբերելի դարձնելու հարցը, որոնք զինծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ են, բայց սովորել են նույն 50 լավագույն բուհերում եւ պատրաստակամ են Հայաստանում աշխատելու։ Աննա Զախարյան, լուրեր։